Այդքան 100-200 հազարը համալրում են։ Հիմա եթե ծանոթանաք պարոն Ալեքսանյանի քրեական ընդհանրապես այս վերջին տարիների Հայաստանի Հանրապետության իրավական գործերի հետ կապված դրվագները դառնալու են դասագրքային օրինակներ, ինչ չի կարելի անել իրավական պետությունում։ Դասական քաղաքական հետապնդումն է մնաց մի քանի օր պարոն Ալեքսանյանը ամուր դիրքերում սպասում է հունիսի 7-ի հաղթական արդյունքները։ Դու եք որ իրավական հիմքեր չկա իր գործերը։ Ջորջ ջան, իրավական հիմքը օրինակ 3 ասում են փողերի լվացման դրվագ է, հա, մեղադրանքը առաջադրված։ Մի կազմակերպությունից նույն մարդուն պատկանող մի այլ կազմակերպություն փողերի փոխանցումը որակել է փողերի լվացում, այստեղ անգամ հանցակազմի ինչ ասեմ, մոտավոր որակում չկար, իրապես նոնսենս է այս առաջադրված մեղադրանքը։ Այո, ես կրկին ասում եմ, կրկին պնդում եմ, որ բոլոր այս դրվագներով այդ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններից սկսած վերջացած այս ազատազրկումներից եւ կալանքներից մեկ նպատակ ունեն սպասարկել օրվա իշխանության քաղաքական շահը, որպեսզի մեր անունը կապեն ինչ-որ մտածածին կաշառքների հետ, իսկ մենք, ինչպես հայտարարել եմ, կրկին պնդում եմ կատարում, մեր քաղաքական ուժը կաշառք տալու խնդիր չունի, մենք ունենք հանրային սեր եւ հանրային աջակցություն, ինչի համար մարդկանց տան կաշառք։ Պարոն Կարապետյանը, երբ ազատազրկված էր շուրջ 7 ամիս կալանավայրերում, տասնյակ հազարավոր մարդիկ եկել են ինքնահոսով այդ վախի մթնոլորտում անդամակցել են մեր հասարակական կազմակերպությանը, այնուհետև քաղաքական ուժին։ Սա ընդհանրապես ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ համաշխարհային պատմության մեջ նորություն է, որ նորածին քաղաքական ուժը կուսակցությունը այսքան լայնամասշտաբ հանրային աջակցություն կարող է ունենալ։ Եվ սա բացառապես մեկ բանի մասին է խոսում։ Պարոն Կարապետյանի անցած ուղու, նա մեծանուն բարերար է, մարդ, ով մշտապես եղել է հայ ժողովրդի հայ ազգի կողքին, եւ մարդ, ով չի եկել զանգ կախելու, ճառեր ասելու, միշտ զանգ է կախել, միշտ բարեգործություններ է կատարել, միշտ նորոգել է, միշտ ստեղծել է, միշտ արարել է, ու նա մարդ է, ով Հայաստանի Հանրապետության նորանկախ պետականությունում առաջին եկեղեցին է կառուցել, դեռևս երբ անգամ տուն չուներ։ Շնորհակալ եմ։